մենք ունենք եւ բաց օֆիցիալ կանալ, որտեղ բաներ գործող դեսպաններ այնտեղ եւ մեր հին դեսպանը տենց երկուսով իր հետ համագործակցելով շատ սիրուն բաներ էին անում, աշխատում էին չինացիների հետ։ Այդ ժամանակ մեկ էլ երկու ահավոր ձախողում կատարեց հայկական կառավարությունը Նիկոլ Փաշինյանի։ Մեկը այն էր, որ չինացիները կտրուկ դեմ էին, որ 2019 թվականի WCIT-ին հիշում եք, այդ ինֆորմացիոն տեխնոլոգիական կոնգրեսը, որ Հայաստանում տեղի ունեցավ, դեպի Թայվանը մասնակցել, Թայվանի նախարարը ինֆորմացիոն տեխնոլոգիաների պիտի գար մասնակցել, ու ինքը միշտ է մասնակցել տենց բաներին, այսինքն չինացիները դրան ամբռնվող էին մոտենում, բայց մի հատ հարց դրեցին բանը մեր կառավարության առաջ, որ դե մենք Թայվանը բնականաբար իրանք Թայվանը ճանաչում որպես Չինաստանի ոչ անկախ պետություն, այլ որպես Չինաստան, իրանք ասում են մի հատ պայման, ոչ մի պաշտոնական հանդիպում այդ Պաշտոնյայի հետ։ Այդ պաշտոնյայի հետ։ Իսկ հետո ուղիղ Նիկոլեն Արմենիա հյուրանոցի դիմացի կաֆեում Տիգրան Ավինյանը, որ այդ ժամանակ փոխվարչապետ էր, հանդիպում է այդ նախարարի հետ